խմբակցության ղեկավարն եմ, այսինքն ես ոչ թե սոսկ միայն եմ, այլ ավագանի ու 12 անդամի անունից եմ այս բանը խոսում։ Մենք զբաղվում ենք քաղաքի տարբեր խնդիրներով, թվում նաև մշակութային ժառանգության պահպանությամբ եւ թանգարաններով, որոշակի անհանգստացնող լրահոսն է մեզ բերել եւ Շենգավիթ եւ Կարմիր Բլուր եւ ձեզ մոտ։ Դրանց հետ կապված պետք է խնդրեմ մեզ մի քանի հակիրճ ինֆորմացիա տաք։ Էսպայի մշտական ցուցադրություն կա, թե ոչ։ Երևանի թանգարանում ոչ, ունենք ժամանակավոր ցուցադրություն, արդեն 1 տարուց ավել, 1 տարի 2 ամիս, հիմնական ցուցադրության գլխավոր իրերը իջեցվել է ժամանակավոր ցուցադրություն, որը 3 ամիսը մեկ փոփոխություններ են անում։ Ֆոնդում եղած, հնագիտական ֆոնդում եղած իրերը ցուցադրում ենք, նորից տեղափոխում ֆոնդ։ Շատ լավ, իսկ ինչ եք կարծում, թանգարանի բնական գործունեության համար ավելի ճիշտ չի ունենալ մշտական ցուցադրություն։ Իհարկե, ուղղակի խնդիրը կախված է տնօրենների մրցույթից հաղթող տնօրեն լինի, որ ֆրանսիական դեսպանության հետ այդ համագործակցությունը, որ իրանք շարունակեն համագործակցությունը։ Գումարը նստած է մեր հաշվին, թանգարանի հաշվի վրա, որ վերանորոգման աշխատանքները պետք է շարունակվի, մրցույթ հայտարարվի ու շարունակվի։ Ինքը քանդվել է, մրցույթով քանդվել է մշտական ցուցադրությունը, իսկ նոր ցուցադրության աշխատանքների համար մրցույթ դեռ չի հայտարարվել։ Մի հատ հայտարարվել է, երևի չի գոհացրել դեսպանությանը եւ նորից սպասում ենք այդ աշխատանքները։ Թանգարանային ոլորտի մասնագետները, հնաբանները այդպես շատ լայն տարածում գծող մասնագետ չէ, այսինքն պետք է հասկանալ այն նեղ շերտը, որ կարող է մասնակցել, ինչու չեն մասնակցում։ Դա հարցերի հարցը այդտեղ է։ Մի այսպիսի հարց, նախկին տնօրենը հայտարարել էր մամուլով, որ պեղումների վրա գումար չի նախատեսված։ Դա տենց է, թե ոչ։ Մենք Երևանի թանգարանը ունի իր այդ ֆինանսական ծախսերը ոնց է հաշվում, որտեղ հնագիտական պեղումների համար 2 միլիոն դրամ ունենք ֆիքսված, հաստատված կնիքով։ Միայն Երևանում, թե նաև Կարմիր Բլուրի եւ Երևանի նկատի ունեմ եւ Երևանի, նրանք հաշվապահություն չունեն։ Ամբողջ ինչ լինում է Կարմիր Բլուրում, Շենգավիթում եւ Արինբերդում, այդ գումարը 2 միլիոն դրամն է պեղումների։ Իսկ նախկին տնօրենը ինքը մեր աշխատակիցը չի Կարմիր Բլուրում երևի։ Հա, Շենգավիթում եւ Կարմիր Բլուրում։ Իսկ քանի որ Միքայել Բադալյանը էլ թանգարանի աշխատող չի, դրա համար մենք իրան որպես ղեկավար չենք կարող գումար տալ, որ ինքը պեղում։ Չէ, այդ գումարը որ դուք ձեր ֆոնդը ունենաք։ Մենք ունենք 2 միլիոն դրամ։ Պատմեք 2 միլիոնը բավական է, 3 Իհարկե բավական է։ Եթե 1 միլիոնով անում են ֆրանսիացիները 1,5 միլիոնով իհարկե բավարար է։ Այդ դեպքում բայց չի արվում այս բանի պեղումներ 23 թվականից այս պեղումներ չեն արվել։ Մենք Շենգավիթ հնավայրում եւ Կարմիր Բլուրում։ Կարմիր Բլուրում 24, հեսա որ ցուցադրությունը մտնենք կտեսնենք 23-ին էլ 24-ին էլ Կարմիր Բլուրում եղել է պեղումներ, Արինբերդում էլ 23, 24։ Երևանի։ Իսկ Շենգավիթը։ Շենգավիթում պեղումներ չի եղել 24-ին։ 23-ին։ 23-ին ունենք հնագիտական ժողովածու ունենք Հակոբ Սիմոնյանի պեղված հնավայրերն է, հնագետ։ Իսկ Երևանի ցուցադրությունը գումարում ամեն տարի խնդիրը այն է, որ մենք իրականացվում է։ Շենգավիթում պետք է հնագետները այդ հարցերը լուծեն։ Թանգարանը իզորու չի։ Ասեք վերջին 1 տարում արտահոսք կա աշխատակիցների, թե չէ։ Դուրս եկող Նու գիտեք ոնց, արտահոսք 1 տարվա ընթացքում եւ գնացել են եւ ընդունել ենք։ Գնացել են գիտաշխատողներ, ընդունել են գիտաշխատող, էքսկուրսավարներ են գնացել, ընդունել են էքսկուրսավարներ։ Նենց որ չէ, հիմա ունենք Կարմիր Բլուրի մասնաճյուղի վարիչ, դուք գնացիք տեսակ այնտեղ չունեինք, որովհետև փոխարինողը էքսկուրսավարը քննության էր, գնացել եք այնտեղ տեսակ, որ այնտեղ չի Կարմիր Բլուրում։ Շենգավիթում ունենք մասնաճյուղի վարիչ, մենք խնդիր չունենք, էքսկուրսավարել ունենք։ Կադրային խնդիրը միայն Կարմիր Բլուրի վարիչի խնդիրն է։ Այստեղ չունենք փոխտնօրեն, այստեղ չունենք տնօրենի օգնականի հաստիքն ազատ, ունենք։ Ընթացքում իսկ Էրմիտաժի անկյուն ինչ որ տենց բան պետք է սարքվեր։ Դա Եթե ցուցադրությունը նորը լինի,
այս նոր ցուցադրությունը, որ սպասում ենք լինի, մենք ունենք էսքիզ, որտեղ պետք է լինի Էրմիտաժի անկյուն, ոնց որ մեր իրերը գնացել է Երևանու անկյուն Էրմիտաժում, 3 իրը դեռ այնտեղ է։ 26 թվականի փետրվարին հետ կգա։ Պետրովսկի խնդրեց 1 տարի էլ երկարացրինք այդ 3 իրի ցուցադրությունը այնտեղ, քանի որ մեծ հեղինակություն էր դրսևորվել եւ երկարացրինք այդ 3 իրը այնտեղ է։ Եթե լինի նոր ցուցադրություն, այդ խնդիրը ինձ թվում է իր հերթին կլուծվի, Էրմիտաժի անկյունն էլ կունենանք Երևանիում։ Շատ լավ, իսկ ընդհանուր առմամբ մենք ֆիքսեցինք, որ մասնավորապես այս հատվածում ընդհանրապես ջուր չկա, տեսահասկման համակարգ չկա, փուշու տատաս կա, որմնանկարները ամխիթար վիճակում են։ Որմնանկար մի ասեք էլի։ Ես հեսա կմտնենք ցուցադրություն, ես ձեզ որմնանկարները ցույց կտամ։ Դրանք որմնանկար չեն, դրանք վերակազմություն 68 թվականին, երբ որ ամրոցի բացումը եղել է, թանգարանի բացումը եւ տոնակատարություն էր, այնտեղ պատերը գունավորելու, գունազարդելու համար վերցրեցին գոտու հատվածներից, Երևանու գոտու գտնված հատվածներից եւ հիմնականում այդ նկարներից վերակազմություն արեցին եւ պատերը այդ ձևով այդ մի պատը խալդասո տաճարի պատը վերակազմություն արեցին։ Դրանք ներկվել է։ Դրանք ուրարտական չեն։ Շատ է, դե հիմա կամ ուրարտական չեն, ուրարտական չի ինքը։ Կամ եք ձերեք վերացնեք։ Չէ, չենք վերացնում։ Կամ եք պահպանում եք։ Ուզում եմ ասեմ, որմնանկար մի ասեք վերակազմություն։ Դրանք լրիվ տարբեր բաներ են։ Այսինքն դուք վերացնում եք պատմական անցյալը։ Չենք վերացնում, ընդհակառակը, ուզում եմ ասեմ, վերակազմությունն է դա։ Դրանք որմնանկարները հայտնաբերվել է հողի վրա լցրած։ Եթե ուրարտագետները պնդում են, որ ուրարտական պատ եւ որմնանկարներ են, այդ բազում դուք որ մասնագետ չեք, ընդհանրապես ֆոնդապահ եք, այս պահին է տնօրենի ԺՎ-եք։ 50 թվականից այստեղ եմ։ Ֆոնդապահն եք, դուք ուրարտագետ եք, թե հնեաբան։ Ես ոչ ուրարտագետ եմ, ոչ հնեաբան։ Ուրեմն ձեզ իրավունք չի կարելի վերապահել, որ դուք ասեք, որ դրանք ուրարտական չեն։ Չէ, Թողեք պատմաբանները խոսեն եւ դա մասնագետները։ ուրարտական վերակազմություն է, ասածս դա է։ Ահա, դե հիմա Ուրարտական վերակազմություն։ Որմնանկար, գիտական տերմին է չի փոխում էությունը։ Գիտեք ինչի, ժողովուրդը ժառանգությունը եկած է, գիտեն դա պատի վրա տենց են պեղել, բայց դա պատի վրա չի պեղել։ Կապ չունի դա պեղված է թե 60 թվականից է։ Այդտեղ կարա լինի վերակազմություն, մեր վարկյան տիկին արկել, կարա լինի վերակազմություն, կարա լինի պետությունը որոշում կայացնի, որ ինչ որ մի բան ցույց տալու համար մի բանը սենց չենք պատուցում, նենց ենք մատուցում։ Դա մեր եւ ձեր քննարկելու հարցը չի։ Ասում ենք այն ինչ որ արվել է, չի պահպանվում։ Դրա մասին է խոսքը, ոչ թե դա որմնանկար է, թե ինչ է։ Բայց մտնում եք փուշ ու տատաս, օձ, ոչ ջուր կա, ոչ լուսավորություն կա, ոչ տեսահասկման համակարգ կա։ Դե լավ գնացեք հիմա ասեք մտեք կարմիր բլուր, ասեք լուսավորություն կա։ Մենակ ստեղով չի։ Մենք էլ չունենք, դիմեցինք երկավուսին, մայիսի 17-ի համար մեր լույսերը եղավ ամրոցի, փչացել էին բոլոր լույսերը։ Տեսահասկում չկա, ջուր չկա, սա փուշ է։ Ջուր չկա, այո, ջուր չունենք։ Ջուր Ջուր չունենք, դրանք մենք գորոկման ջրով չենք կարող, գորոկման։ Այո։ Ասեցին ընթացքի մեջ է։ Գորոկման ջրի հարցը կլուծվի, տեսա լույսերը մենք լուծել ենք։ Իսկ ինչ խոսքը մնում է մասնակցի սեպագրերը, որ ցուցադրված են հիմա այստեղ։ Ապակե պատեն թե ոչ։ Ինչի։ Ամրոցինը նկատի ունեք թե թանգարանի ներսում։ Թանգարանի ներսում։ Ինքը դրված է ցուցադրում։ Սեպագրերը ցուցադրության մեջ դրած է, իրանք ոչ մի անգամ ապակուտակ չեն եղել։ Բավարար մեկը գա վնաս։ Իսկ բահսկիչ ինչի համար է։ Մեր կարանտամները վնասելուց հետո իրան վնասված է։ Չէ։ Հսկիչի աշխատանքի բնույթը այն է, որ չի կարելի դիպչել։ Ինքը էքսկուրսիան գնում է, ինքը հետը պտտվում է։ Հիմա եթե մենք առանց էլ ցուցադրությունը շատ քիչ է, առավել եւս շատ քիչ է ցուցադրության ժամանակում։ Երկուս վերևը, երկուս ներքևը։ Իսկ ամրոցում ամրոցում երկու հսկիչ ունենք, մեկը արձակուրդը։ Մի հոգի հիմա էքսկուրսիա կար, հսկիչ եւ գիծ չկարող եք ցող։ Գիծ չի լինի, որովհետեւ մեր գիտերը 4 հոգի են, չեն հասցնի եւ ամրոց բարձրանան եւ իջնեն։ Իսկ ի՞նչ նախնդիրը որ չեք Հաստիկ չունենք։ Հաստիկ չունենք։ Չեք աշխատում այդ։ Ես իրավասու չեմ այդ հարցերը, 6 ամիսից լրացել է հեսա, երևի նոր մրցույթ կլինի, նոր տնօրեն կգա, ինքը հաստիկների հարցը կլուծի։ Մենք հետևողական ենք։ Հետևեք ավելի լավ։ Ժամանակին ունեինք 10 էքսկուրսավար։ Ասում եմ 1980-ից եմ աշխատում եւ ոնց որ ողն ու ծուծը գիտեմ թանգարանի։ Քան տնօրեններ
Սրտացավ, ամենասրտացավ Շատ լավ, ձևով։ գիտեք, կարող է սրտացավ լինեք, բայց եթե պետության այս պարագայում համայնքի Երևանի քաղաքապետարանի կողմից չկա պատշաճ վերաբերմունք, մատնված անտերության, ֆինանս չի հատկացվում, տնօրենի մրցույթը սենց դառնա մի հատ եկապատմություն։ Ու սենց ձգձգվում է, կառավարման ճգնաժամ ապրում է ամեն ինչը, յուրաքանչյուրիս սրտացավությունը այդ պարագայում սկսում է անջել որպես բաժակաճառ, ուրիշ ոչ մի բան։ Սրտացավ ենք, որ սրտացավ ենք, ինչ ենք անում։ Ինչքան հնարավոր է մենք անում ենք Դուք հետևում ենք ազնվորված մի կալեք, ես Չէ, ես իրավիճակը ճգնաժամային է, դրա մասին եմ բան չունեմ ասելու, բայց ինչ որ թանգարանի իրավասությունն է, անում է այն թանգարանը խեղճուկրակ, ինչ որ կարող է անում։ Դեպի խեղճուկրակ չլինի, Դե- ինքը ամենաբան թանգարանը, եթե բանը մի քիչ ժամանակ